Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Արփինե ջան, ողջույն, շատ շնորհակալ եմ, որ արձագանքեցիր իմ հրավերին։ Այս անգամ այս ոդքասթին քեզ ինձ ծանոթացրել են մեր ընդհանուր ընկերները, եւ ես քո մասին ոչ մի բան չգիտեմ, դու որտեղ ես, որտեղից ես տեղափոխվել, ինչով ես զբաղվում, ինչպես, մի քիչ քո մասին պատմի, ձեր զբաղմունքի, ձեր այդ արկածների, այսպես ասած։ Շատ լավ։ Ես ծնվել մեծացել եմ Գյումրիում, սովորել եմ Գյումրիում, հետո տեղափոխվել եմ Երևան, էլի ուսման ու աշխատանքի բերումով։ Հետո արդեն ամուսնուս հետ փնտրտուքների մեջ էինք, թե ուր ենք ուզում տեղափոխվել եւ որտեղ ապրել, որովհետեւ Երևանը այնտեղ էր, որտեղ ապրում էինք այդ պահի դրությամբ, բայց դա տարբերակ չէր ապագայի համար։ Երկուս էլ աշխատում էինք Երևանում, բայց այս աղմուկը, երթևեկությունը, խնդիրները, ստրեսը, այս ամեն ինչը մեզ այնքան էլ դուր չէր գալիս մեղմ ասած ու փնտրում էինք տարբերակներ։ Այդ տարբերակներից շատ հիմա որ քարտեզով ասեմ շատ ծիծաղելի կհնչի, բայց երևի Հայաստանի ու նույնիսկ Արցախի տարբեր ծայրերի մասին ենք մտածել։ Մտածել ենք դրախտիկի մասին, այն ժամանակ կարծեմ դրախտիկում համայնքային տուն գնելու ծրագիր կար, այդ իրանց էլ եմ դուք եք, չէ՞, ներգրաված։ Ես գրել էի, գրվում էի։ Իմ աչքերից երևաց դրախտիկի անունը, տվեցիք։ Այդ ժամանակ դեռ ծրագիրը չկար, մենք որ դիտարկում էինք, բայց հետո արդեն այդ նախագիծը եղավ, հետաքրքրվում էինք, բայց էլի հակված չէինք շատ այդ տարբերակին։ Քննարկել ենք շատ տարբերակներ, նույնիսկ երևի ամենահետաքրքիրը այն էր, որ քննարկում էինք նաև քարվաճառ տեղափոխվելու գաղափարը, ու նույնիսկ մտածում էինք, թե ինչպես ենք անելու տան շինարարությունը Հայաստանից դեպի Վարդենիս շինանյութ տեղափոխել ու այնտեղից դեպի քարվաճառ, հիմա որ հիշում եմ շատ ցավոտ թեմա է, բայց վերջը մեզ բախտը բերեց դեպի Կոտայք, մի քիչ շատ մոտիկ ստացվեցինք Երևանին, բայց ինչ որ շրջան կար, որ դեռ մեզ աշխատանքը կապում էր Երևանին, հողամաս գնացինք տնամերձ, որտեղ ոչինչ չկար, ոչինչ, ընդհանրապես ոչինչ, մի հատ Ծիրանի ծառ, ու սկսեցինք ծառատունկից, հետո փոքրիկ տուն կառուցեցինք, հետո տարիներ անց տեղափոխվեցինք այդտեղ ապրելու, հիմա արդեն 4-րդ տարին է լրանում հուլիս ամսին, ինչ ապրում ենք գյուղում, Կոտայքի մարզի գյուղերից մեկում, շատ մոտ ենք գտնվում Աղվերանին, մեր գյուղը այդքան էլ անտառոտ չի, կարելի ասել, բայց շատ հանգիստ գյուղ է, շատ գեղեցիկ, ընտիր տեսարանով հողամաս ունենք, մշակում ենք, այգի ունենք, բանջարանոց ունենք, շատ հանգիստ է գյուղում ու շատ գոհ ենք մեր ընտրությունից։ Ամեն դեպքում քաղաքի հետ կապը դեռ որոշ հանգամանքներում Երևան քաղաքի հետ պահում ենք, որովհետև հանգամանքները ստիպում են, բայց դրանից էլ չենք դժգոհում եւ չենք բողոքում, քանի որ ապակենտրոնացումը չի ենթադրում իզոլյացիա, կարծում եմ ապակենտրոնացումը process է, որը մեկ անգամյա չի, ուղղակի տեղափոխվելով չի, այլ անընդհատ գնալով, գալով եւ նաեւ այդ մշակույթը սփռելով ու ցույց տալով, քանի որ այն ժամանակ, երբ որ մենք գյուղ տեղափոխվեցինք, նույնիսկ իմ մայրիկի մոտ շոկային էր արձագանքը, ոնց դու գյուղում ես ապրելու, աշխարհի ծայրը չի դա, այսինքն Հայաստանը այդքան լավ չպատկերացնող նույնիսկ մարդկանց մոտ, այն միտքն է, որ դու կտրվելու ես ամեն ինչից, հեռու ես լինելու բոլոր հնարավորություններից ու միջավայրը կտրուկ փոխվելու է։ Բայց նաև այս շարժը դեպի քաղաքներ, դեպի Երևան ու դեպի մյուս համայնքներ նաև ցույց է տալիս, որ այդ կտրված լինելը բոլորովին էլ պարտադիր չի։ Ոչ աշխատանքի բերումով, ոչ այլ։ Իհարկե պարտադիր չի։ Ասեմ ավելին, ինձ թվում է այն մարդիկ, ովքեր կարողանում են համատեղել իրանց հարմար հարաբերակցությամբ, նրանք ամենաազատ մարդիկ են, որտեղ ունեն ընտրություն, իսկ ընտրությունը ազատություն է։ Ի տարբերություն օրինակ շատ թույլ զարգացած ենթակառուցվածքներով վայրերի կամ
շատ երևանցիների որ ընտրություն չունեն, ռեալ ընտրություն չունեն այլ ընտրանքի էլի դրա համար։ Այսինքն Արփինե ջան, ձեր համար գլխավոր դրդապատճառը եղել է այդ բանը, ստրեսից, աղմուկից հոգնելը, հա։ Ինչ որ առումով այդ պահին ես գիտակցում էի, որ ուզում եմ առանձնանալ նաև այդ պատճառով, բայց հիմա որ մի քիչ ավելի հետ եմ նայում, որովհետև բոլոր մեր ընտրությունները հիմնված են եւ մեր մանկության փորձառությունների եւ նախկինում ապրած փորձառությունների վրա։ Հիմա մի քիչ որ հետ եմ նայում, փորձում եմ վերլուծել, ես մեծ ընտանիքում եմ ծնվել, որտեղ միշտ եղել են շատ մարդիկ, մենք հյուրընկալել ենք ազգականների, որոնք ամիսներով երբևէ մեր տանն են մնացել, շատ աշխույժ, ակտիվ եւ աղմկոտ տան եմ մեծացել, բայց դրա հետ մեկտեղ նաեւ չեմ ունեցել ընդհանրապես առանձնություն, այսինքն մինչեւ մոտ 20 տարեկան ես չեմ ունեցել իմ սեփական սենյակը, այսինքն եւ ինչ որ առումով ճակերտավոր իզոլացված, բայց ավելի շատ առանձին լինելու մղումը եւ այդ աղմուկից վերջապես կտրվելու ու քո սեփական ունենալու մղումը ինձ բերեց գյուղ։ Եւ նույնիսկ տան մոդելը, որը մենք սարքեցինք, հիմա որ նորից հետ հայացք եմ գցում, այդ շատ նման է այն փոքր տանը, որը հայրս Գյումրիում սարքել էր երկրաշարժից հետո, ու այդ տանը ես անցկացրել եմ իմ կիսամանկության, կիսապատանեկության այդ transitional շրջանի լավագույն տարիները, ամենաերջանիկ, ու նույն մոդելով իմ ուղեղում փաստորեն տպվել է այդ մոդելը, որ ես սարքեմ իմ փոքրիկ տունը յոմ հերո, այսինքն իմ պայմաններով, բայց նախկինի ազդեցությամբ բերել եմ լավագույնը իմ նախորդ կյանքից, նախորդ համայնքից դեպի նորը։ Հասկացա։ Այսինքն սեփական ինքդ քեզ հետ առանձին մնալու իրավունքը, հա, կոպիտ ասած։ Մի հատ է հարց տամ, այնուամենայնիվ, ինչպես եք լուծում աշխատանքի եւ ապրոստի հարցը, որտեվ համար մեկ հարցերից մեկը դա է, էլի, գնացին Մարս, ոնց են անում այդ պահերը։ Իրականում կարծում եմ դա դեռ այն ժամանակ, երբ որ արդեն գնել էին Կողամասը, բայց 2019 թվականն էր, դեռ COVID չկար, դեռ հեռավար աշխատանք առանձնապես չկար, ոչ մի հնարավորություն այդպիսի չկար։ Այդ ժամանակ այդքան լավ չէինք պատկերացնում, ինչպես ենք անելու հետագայում կամ ինչքան ժամանակ է մեզնից խլելու վերջնական տեղափոխվելը կամ ինչ-որ բան մեզ համար ստեղծելը, բայց 20 թվականին, երբ որ արդեն լոքդաունն էր COVID-ի, մենք փորձնական տեղափոխվեցինք այդ գյուղ վարձով ապրելու, մեկ ուրիշի տանը։ Զուտ որ մոր հողամասի ընտիրություն անենք եւ մոտ լինենք եւ հասկանանք ընդհանրապես գյուղում ապրելը ինչպես է լինելու, բայց արդեն հեռավար էր աշխատանքը, որտեղ լոքդաուն էր։ Երկուսիս աշխատանքն էլ հեռավար էր։ Իսկ դրանից հետո արդեն ես իմ աշխատանքը փոխեցի, բայց 2020-ից ի վեր ընդհանրապես չեմ աշխատել որևէ ստատիկ օֆիսային միջավայրում։ Ունեցել եմ աշխատանք, որը ենթադրել է շաբաթը մեկ անգամ այցելություն Երևան օֆիս, որտեղ թիմային հանդիպումներ էինք ունենում, եւ դա մեգա հաճելի ինչ-որ բան էր, որովհետեւ նաեւ էլի այդ կտրված վիճակից մեկ-մեկ գալիս ես թիմի մեջ ակտիվ աշխույժ աշխատելու, բայց հենց հիմա էլ իմ աշխատանքը լրիվ հեռավար է, տարբեր նախագծերի վրա եմ աշխատել ես մի քանի տարվա ընթացքում, հենց այս պահին ունեմ 2 նախագիծ, մասնագիտությամբ ոչ կրթությամբ, բայց աշխատանքային մասնագիտությամբ, մարքետոլոգ եմ, copywriter եւ տիրապետում եմ անգլերենին, իսկ սա շատ մեծ լայն հնարավորություն է բացում տարբեր աշխատանքային փորձառությունների մեջ հմտանալու։ Ու այսպես կարծում եմ այդ լեզվի տիրապետելը եւ կոնկրետ այս ոլորտում աշխատանքը շատ լավ հնարավորություն է տալիս հեռու ապրել եւ հեռավար աշխատել, որտեւ այլ աշխատանքների դեպքում այս հնարավորությունները չկան։ Այն աշխատանքի դեպքում մի քիչ էքստրա կրեատիվ պետք է լինես, ոնց ասեմ, միջավայրի նկատմամբ էլի, չեմ ասում աշխարհի մակարդակով, ինչ որ լրիվ նոր կրեատիվ բաներ, որ աշխատել, իդեպ դա էլ է աշխատում, օրինակ մի քանի օր առաջ Ալավերդիում էինք, Սարահար թաղամասում են վերևում, մարդիկ խորը քարանձավում ռեստորան էին սարքել,
Եվ տենց պատտվում է այդ անունը, հա, այսպես Սարի Գագաթին, չգիտեմ, Ձորի գլխին, Քարանձավի մեջ ռեստորան։ Այսինքն ինչ որ մեկը ֆայմել էր եւ դա վերածել էր պրոդուկտի, փաթեթավոր վաճառում էր։ Ես էդ եմ մտածում, էլի չափ պիտի շատ կրեատիվ լինես, որ այս բաներ անես, որ մարդկանց համար նորություն։ Այդ տիպի մտքեր մենք էլ ենք ունեցել, ուղղակի ինչ որ պահի դրանք պաուզայի վրա դրեցինք, խոսքը կոնկրետ արշավական բազայի մասին է, քանի որ մեր գյուղի շրջապատող եւ շատ հինբերդ կա, ձեռքով փորված լիճ կա, Սարի Գագաթի մի քանի սար կա շրջապատող, շատ հետաքրքիր գեղեցիկ ուղղություններ կան արշավական եւ չկա մոտ ճամբարական ֆորմատի որևէ նախագիծ կամ հյուրընկալության վայր ու այդ իմ կոնկրետ իմ հիմնական գաղափարներից մեկն էր, բայց մեր տարածքը, մեր անձնական տնամերձը հողամասը չափսերով այնքան էլ համապատասխան չի այդ տիպի նախագիծ անելու։ Չնայած որոշակի ներդրումներ արդեն արել եմ գույքի ձեռքբերման եւ այլնի հարցում ու նաեւ այս ամեն ինչը անելու պրոցեսի մեջ ենք հիմա, քանի որ միտքը պիտի հասունանա, գուցե տարիներ տևեն, բայց գաղափարը, որ հասունանում է ու դառնում է գործ, պիտի վերջնական նպատակ ունենա նաև, եթե դու փոքրիկ համայնքում ես այդպիսի բան նախաձեռնում, դա ուղղակի բիզնես չի, ես կարծում եմ այդտեղ արդեն սոցիալական կոմպոնենտը շատ կարևոր պիտի լինի, քանի որ դու համայնքային զարգացման համար եւ համայնքում լոկալներին ներգրավելու եւ աշխատանքով ապահովելու համար ինչ որ բան ես փորձում անել ու դա պրոցես է սովորելու ձախողումների ու այդպիսի մտքեր կան, հա, բայց նույնիսկ ամենահեռավոր վայրում կարծում եմ ֆանտաստիկ նախագծերը շատ լավ պոտենցիալ ունեն։ Արփինե ջան, ես մեկում մեջ կտամ պոպուլյար հարցեր, մեկում մեջ էլ ոչ պոպուլյար, հիմա կտամ պոպուլյար։ Դուք զավակներ ունեք ընդհանրում։ Այո, մեկ բալիկ ունենք, նոր դարձել է 3 տարեկան։ Այդ հարց չեն տալիս, բա երեխայի կրթությունը, բա մյուսը։ Հիմա ասեմ, այդտեղ էլի ես ձեր նախորդ ոդքասթներից մեկի ժամանակ շատ խելացի մի զույգի հանդիպեցի։ Իրանք ասում էին, որ բալիկի ծնվելուց առաջ արդեն նախապատրաստել էին բոլոր նախագծել էին այդ ամբողջ ճանապարհը, որ բալիկը անցնելու է։ Մենք չէինք արել ոչինչ։ Մենք չէինք պատկերացնում, որ կան շատ կարևոր հարցեր, որոնց պիտի ուշ թե շուտ առնչվենք։ Մեր առաջին բալիկն էր ու մենք ուղղակի ուզում էինք տեղափոխվել գյուղ, տեղափոխվեցինք, հետո որ բալիկը ծնվեց, մեկ էլ հոպ հասկացանք, որ բայ այս հարցը ինչ ենք անել։ Գյուղում կա դպրոց, բայց կա ինչ որ խոսակցություն համայնքներում դպրոցների խոշորացման ու միացման մասին, չգիտեմ դրանք ինչքանով են հավաստի, բայց հնարավոր է, որ մի քանի տարի անց մոտակա գյուղերի դպրոցները միանան իրար ու ինչ որ խոշորացված համայնքի մոդելի նման դպրոց լինի մի քանի համայնքի սպասարկող, դեռ այդ փուլին չենք հասել, բայց գյուղում մանկապարտեզ չկա, մոտակա գյուղերում մանկապարտեզներ կան պետական, որոնք ծանրաբեռնված են եւ էլի հերթերի խնդիր կա, ու երբ որ մեր բալիկը դեռ 2+ էր, արդեն սկսել էինք փնտրել տարբերակներ, ոչ միայն փնտրել տարբերակներ մոտակայքում ինչ անել ու ինչ չանել, ուր գտնել երեխային տանելու, այլ նաև ալտերնատիվ, որովհետև այդ ալտերնատիվը երևի ինձ ամենահոգեհարազատ բանն է։ Հայաստանում homeschooling ասվածը լեգալ չի, որովհետև բոլոր երեխաները պիտի հանրակրթական դպրոց հաճախեն, դա դպրոցական տարիքի մասն է խոսքը։ Իսկ դրանից առաջ կարող է երեխան չգնալ մանկապարտեզ ըստ էության։ Կոնկրետ մեր տարածքի եւ շփումների շրջանակը գյուղի մեջ մի քիչ իզոլացված է։ Մենք կոնկրետ շատ մոտ գտնվող հարևաններ չունենք, շատ մոտիկ համայնք չկա երեխաների, որ իմ երեխան շփվի եւ այդպես լրացնի եւ առօրյան եւ զարգանա այդպես։ Ու այդպես մտածում եի, որ գուցե մեր ու մոտակա մի քանի համայնքների համար կարողանանք ինչ որ փոքրիկ քայլերով ստեղծել մինի մանկապարտեզ, բայց կոնկրետ մանկապարտեզ չէ, գուցե ինչ որ այլ ֆորմատի, ավելի շատ ալտերնատիվ կրթություն տվող, օրինակ Forest School-ի տարբերակով։ Հարգելի ընկերներ, Մարզեի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու։
Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմարդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Ես մի հատ փորձառության մասին ասեմ, իհարկե ընթացքում է, բայց հաստատ գիտեմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հիմա ուզում է տարածվի մարզերում, եւ առաջի փորձը անում ենք հենց Ստեփանավանում, եւ առաջի փորձի առաջի դրսևորումը էդի դպրոց գծիկ մանկապարտեզ մոդելն է, որ ինչ է նշանակում, ինչ որ կարող է 10-15 երեխայից սկսենք, մի հատ սեփական տուն վերցնենք, եւ երեխեք աճեն, քանակը աճի, տարիքի հետ անցնեն նախակրթարան։ Հետո ստեղծվի դպրոց։ Բայց արդեն այլընտրանքային է դա, էլի։ Այլընտրանքը լավ բան է։ Օրինակ մեր բալիկը ստեղի սովորական պետական մանկապարտեզ է գնում, ու մենք տենց դժգոհ չենք։ Բայց այլընտրանքային մոտեցումները, որ չգիտեմ, համայնքահեն են, ծնողներն են կառավարմանը մասնակցում, տենց լիքը հետաքրքիր բաներ կա։ Ու ես գիտեմ, որ այս առաջի փորձը որ լավ ստացվեց, շատ ախորժակով, որտեվ նաև կուտակված փորձը կարճացնելու է ճանապարհը, էլի։ Տարածելու են մարզերում, ուշադիր եղեք, դուք արդեն մեր ապակենտրոնը համայնքում եք, եւ կարծում եմ այդ հաջողությունը կլուսաբանվի ու արագ-արագ մենք էլ այդ հարցը տենց ենք լուծում, թեև չեմ ուզում տենց փնովեմ եւ շատ կապրիզնի Երևանք, մենք պետականը ես ինչ չի, բայց տենց շատ պատնել չի։ Մեկը իմ կարծիքով ամեն համակարգ իր խնդիրն ունի, կարծում եմ, այդ նորմալ է։ Անձամբ իմ կարծիքով իմ երեխան պետքա մեծանա ճակերտավոր մարտադաշտում, կյանքի փորձառությունների առաջնագծում, ոչ տներում, ոչ լավ շենքերում, ոչ ինչ-որ բամբակներում։ Դրա համար ես տենց հատուկ չեմ էլ պատկերացնում, որ տենց շատ հարմարավետ պայմաններում պետքա ինչ-որ բան լինի։ Ավելի շուտ կարծում եմ ծնողները պետքա իրազեկ լինեն, ինչ չկա շրջապատում, ինչ ծրագրեր, ինչ փորձառություններ, որ երեխան գնա փորձի, հասկանա իրան չի։ Եկամ շատ են, եթե նկատել եք կամ ինձ թվում է դուք հաստատ իրազեկ եք, որ սենց ուշադիր նայենք, բոլոր մարզերում հարյուրավոր ծրագրեր կան, բայց այլ խնդիր կա, որ մարդիկ իրազեկ չեն։ Ես դա համարում եմ մարզերի այսպես top 3 խնդիրներից մեկը, որ ինֆորմացիան մարզերում շատ դանդաղ է տարածվում, հետեւաբար նաև process-ներն են դանդաղ առաջ գնում։ Այս մասով ինչ կասեք։ Կարծում եմ, հա, այդ ինֆորմացիայի տարածման խնդիրը կա, չնայած նույն Telegram channel-ները կամ Facebook-յան խմբերը, որ ակտիվ տարածում են, ոնց որ թե մարդկանց հետաքրքրությունների շրջանակից գուցե դուրս է մնում, առօրյա հոգսերի շրջանակից դուրս են մնում հավելյալ բաները ու այդպես։ Այո, բխբջակներ են գոյանում, բաբլում շատ բառեր օգտագործեմ։ Թվում է թե բոլորին ամեն ինչ հասանելի է, բայց ամեն մեկը իր տեղեկատվական բխբջակի մեջ է ապրում ու ես դրա դաժանությունը տեսել եմ, որ Ստեփանավանում մի բան ես ուզում անես, անմիջապես կից գյուղում ոչ միայն ինֆորմացիան չի հասնում, այլև վախենում են այդ ինֆորմացիայից։ Շատ անվստահ են մոտենում, որտեղ երբեք նման բան չեն տեսել։ Ինչու պետք է ավտոբուս դնենք երեխեքին ուղարկենք, չգիտեմ, էլի մի քանի մասը։ Մտավախությունները շատ են։ Այդ աստիճանի կարա չտարածվի ինֆորմացիան, էլի։ Ես մտածում եմ, որ աշխարհագրորեն եթե մի համայնքի մեջ է ինֆորմացիան կարա ինչ-որ ձևի արագ տարածվի, չգիտեմ։ Մեր մոտ աշխատում է բան համայնքապետարանների կապուղիները, դպրոցների կապուղիները, նոր երրորդ տեղում ես կդնեի ինտերնետային կապուղիները, այնինչ Երևանում մենք հակառակն ենք սովորել ինտերնետով, հեսա անամ, բայց եթե ֆիզիկապես հեռու են համայնքները, դաժե եթե 5-10 կիլոմետր, ինքը սարերը խանգարում են, բարի բուն եւ անուղ իմաստով, ճանապարհները պետքա լավ բան լոգիստիկա լինի, չէ՞, որ մարդ գնա, գա, խոսա, ծանոթանա։ Եթե ճանապարհները վատ են, սարերը շատ են, գնալ գալը քչանում է։ Ես այդ ուշադիր հետևում եմ այդ process-ին, բայց ինֆորմացիայի տարածվելը համարում եմ առաջնային խնդիրներից մեկը, էլի։
Կոնկրետ մեր տարածքում մեզ կից գյուղը Քարաշամբ գյուղն է, մեր գյուղը Թեղենիկ գյուղն է, այդ կարծես թե չնշեցի։ Եղել եմ։ Օրինակ, հա, համեցեք նորից։ Ճանապարհում քյոհի մեջ եմ անցնում։ Մեր գյուղում այս պահին օրինակ խանութ չկա, ընդհանրապես չկա։ Մենք պիտի օգտվենք խանութի արձականի խանութներից, այսինքն դեպի Աղվերան գնացող ճանապարհի, կամ Քարաշամբի կից երկու գյուղերի խանութներից։ Բայց նաև օրինակ այս հանգամանքը նպաստում է նրան, որ գյուղերի միջև շարժը շատանում է, ըստ այդմ նաև շատանում է ինֆորմացիայի։ Այո, Այսինքն մեկ պլյուս է հաջորդում։ պլյուս սկսում ենք լավ պլանավորել։ Հա։ Ինձ հիշում եմ մի անգամ ասեցին, «Էս ինչա 10-ից հետո 11-ից հետո խանութ չի աշխատում, ո՞նց կարելի այստեղ ապրել բան»։ Մահացու էր էլի իբր։ Ասում եմ, ո՞նց չի կարելի այստեղ ապրել։ Ընդհանրապես հարմարվում ես, առևտուրը տանում ես ճիշտ ժամին, իմանալով, որ 23:00 փակվում է կամ ունենում ես ինչ-որ բանի պահուստներ մշտական։ Ինչ է դա վատ բան է։ Ամենաառաջադեմ եվրոպացիք տենց ամեն օր կարողա չիջնեն խանութ, գնում են մի քանի օրվա առևտուր են անում, նույնիսկ շաբաթների։ Մենք էլ ենք այդպես անում, դա մեր լիավագույն լուծումն է, ամեն օր այդ ամեն ինչի միջով չանցնելու, որովհետև նաև օրինակ տանը շուն ունենք եւ երեխա ունենք եւ երկուսին էլ մեզ հետ անընդհատ ամենտեղ չենք կարող տանել ու այդ նույնիսկ առօրյա առևտուրը մի քիչ պրոբլեմատիկ է դառնում այդ պարագայում, դրա համար փորձում ենք ավելի խոշոր քանակով առևտուր անել, չփչացող մթերքների եւ մշտապես ունենալ այդ ապահեսները։ Այդ լուծում է մեր խանութի պակասության խնդիրը։ Բայց օրինակ շատ հաճելի բաներ կան գյուղում ապրելու հետ կապված, որ օրինակ մեր գյուղից կամ կողքի գյուղից թարմ կաթ են գնում եւ կարակ են գնում եւ ձու են գնում ու այդպիսի մանր բաներ, որոնք աշխատում են ընդհանրապես խանութներից չգնել։ Մեր մոտ Ստեփանավանում արդեն դրանց ինչ են ասում, բանը մոտորների նման էլի։ Սկուտերները, էլեկտրական սկուտերները, որ նույնիսկ վարորդական իրավունք պետք չի հա, սկուտերներն են։ Դրանցով նույնիսկ բանը կարող են հավաքել բերել, այսինքն ծառայություններ են գործում, որոնք մի կողմից պատվեր են ստանում ստացողից, մյուս կողմից ուղարկողից, այսպես հավաքում են, բերում են տանում են։ Շատ կան էլի, այսպես գտնում են բաներ, լազերկաներ, նիշաներ ու մտնում են այդ։ Արփինե ջան, քանզի ժամանակը շատ կարճ է, մեր զրույցն էլ այսպես հետաքրքիր աննկատ թռչումա չեմ հասկանում ոնց թռավ 20 րոպեն։ Մի հատ վերջի հարց տամ, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր սենց անընդհատ լսում են, միտքը ծուր է, միտքը տաք է, այսպես շատ քիչ է մնացել, որ ինչ որ քայլ ձեռնարկեն, բայց մեկը չի հերիքում համարձակությանը, այդ ուղղությամբ, այսինքն մարզեր տեղափոխվելու ուղղությամբ որևէ գործնական քայլ անելու։ Ինչ խորհուրդ կտաք ձեր փորձառությունից ելնելով։ Ճիշտ ասած, ես մի բան կասեմ, որ կարծում եմ ձեր հյուրերից շատերը գուցե համաձայն չլինեն իմ ասացի հետ, բայց մենք ունենք ընկերներ, որոնք էլի ապակենտրոնացված մեր կողքի համայնքում են ապրում եւ իրենք որպես օրինակ շատ ակտիվ տարածում են այդ ինֆոն եւ շատ կարողացել են իրենց շուրջը էլի Երևանից կամ այլ մարզերից տեղափոխվող իրենց մոտ մեր համայնք, մեր կողքի համայնք տեղափոխվող մարդկանց բավականին մեծ շատ հետաքրքիր համայնք ստեղծել։ Ես այդպես չեմ կարող, քանի որ ինքս անցել եմ այնպիսի ճանապարհ, որ միտքը սաղմիկից վերածվել է գործի, շատ երկար ճանապարհ է անցել եւ շատ խմորվել ու հասունացել է այդ process-ը։ Ես այդ խորհուրդը չեմ կարող տալ որևէ մեկին տեղափոխվեք գյուղ կամ թողեք քաղաք եկեք գյուղ, որովհետեւ եթե իմ մեջ այս process-ը չխմորվեր, չհասունանար, ես ինքս չէի ունենա բավարար չափով ռիսկ եւ եթե չունենայի օրինակ այս հմտությունները, որոնք ինձ թույլ կտային հեռավար աշխատել կամ որևէ աշխատանք ունենալ ընդհանրապես։ Այսինքն, եթե դու մարդուն գուցե բավարար չափով չգիտես իր կյանքի ռիթմը, որտեղ ունեմ ընկերներ, որոնք Երևանի ռիթմն են սիրում, այս աշխուժությունը, երթևեկությունը եւ այլն։ Իրենք այս ռիթմի մարդ են, իրենք երբեք չէին կարողանա ապրել որևէ գյուղում հանգստության եւ լռության մեջ։ Այդ տիպի մարդկանց օրինակով որևէ մեկին առանց ճանաչելու եւ իրենց կենցաղագործը, հմտությունները եւ այլն չեմ կարողանա երբեւե խորհուրդ տալ տեղափոխվել ավելի իզոլացված
Լավ, չասեմ իզոլացված, բայց քաղաքից գյուղ տեղափոխվել, այսպես անվանենք։ Դրա համար ասեցի բավականին տաքացած է, որ արդեն միտքը ծուռա, այդ էս մարդկանց, ոչ թե սենց սառը մարդկանց, էլի մտքի նկատմամբ սառը։ Տաքացած մարդկանց կասեմ, որ երևի թե այդ վերջին մի կես քայլը, որ պահանջվում է, այդ մի կես քայլը, որ իմ դեպքում էր պահանջվում ու ես արեցի, երևի թե ինձ են մղումներ առաջնորդում, որ այս կյանքը այնքան կարճ է, եթե ես ուզեմ մի բան շատ ուզեմ, հոգով սրտով ուզեմ ու ես չկարողանամ դրան հասնել, այնքան եմ փոշմանելու հետո, որտեղ որ հետ նայում եմ ու այդ հասունացել է մոտս շատ ու գիտեմ, որ իմ տեղը այնտեղ է, ես ինձ այնտեղ եմ տեսնում։ Ես այդ չանեմ, ամբողջ կյանքս ինձ եմ մեղադրելու, հանգամանքներին եմ մեղադրելու եւ փոշմաները ու կորցնելու եմ շատ կարեւոր ժամանակ։ Կոնկրետ իմ դեպքում նաեւ մտքեր կային շատ կարեւոր ինձ գյուղ տանող, որ ես ուզում եմ երեխա ունենալ գյուղում։ Ոչ այս միջավայրում, ոչ այս ամենի մեջ, այլ վայրում։ Այսինքն բոլոր այդ մղումները, որ կպցնում ես իրար, քեզ պետքա մյուսների օրինակը։ Հենց դրա համար հիմա մենք խոսում ենք իրար հետ։ Ու ես ուղղակի խորհուրդ չեմ տալիս, ես պատմում եմ իմ պատմությունը եւ գուցե այս պատմությունը ինչ որ մեկին ոգեշնչի, այդ կես քայլը անելու։ Այո, խորհուրդ տալը ինքը փորձառության մասին պատմելու տեսքով կարող լինի, ոչ թե ինքնանպատակ։ Իրականում ինչքան էլ ես ուզում եմ, որ շատ մարդիկ տեղափոխվեն, համոզելով չի, պատմելով է։ Հələ նոր ենք ճանաչում իրար, բայց կարծեմ արդ կլինի միշտ այդ գրական հայերենով ասած ստրախովկաները դնում եմ մեր փորձառությամբ, ընդհանրապես մենք կարանք մեր փորձառությունն ասենք եւ այո, գուցե այս լուրերը, այս լուրի հատիկներն ընկնեն այնտեղ, որտեղ պետքա եւ մի քանի տասնյակ ընտանիքների համար լինեն որոշիչ եւ բախտավոր, այսպես ասած, դրական իմաստով։ Ափինե ջան, շատ շնորհակալ եմ։ Մենք արդեն շատ շնորհակալ, շատ հաճելի հանդիպում էր։ Նոմանապես մեկ թվային միջավայրում ենք, որը իրականում հիբրիդ համայնք է, այսինքն ժամանակ նաև օֆլայն ակտիվություններ են լինում, կենտրոնացված եւ ապակենտրոնացված կազմակերպող։ Շատ վստահ եմ շուտով կհանդիպենք։ Այսքանը երևի, մինչ նոր հանդիպում։ Շատ շնորհակալ եմ, ուրախ կլինեմ հանդիպել։ Հաջողություն։ Հաջողություն։ Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։